Շնորհակալություն հարցի համար։ Ըստ էության հակակոռուպցիոն ոլորտը ինքը շատ լայն է եւ չի սահմանափակվում միայն այդ գողացվածի վերադարձով, ինչը ինչպես հասկացա նկատի ունեք ապօրինի ծագում ունեցող գույքի բռնականացման ինստիտուտը, առհասարակ այս վերջին տարիներին հակակոռուպցիոն ոլորտով շատ մեծ աշխատանքներ են կատարվել, հակակոռուպցիոն երաստիճան դատական համակարգ է ստեղծվել, հակակոռուպցիոն կոմիտե է ստեղծվել, կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով է ձևավորվել, բազմաթիվ օրենսդրական կարգավորումներ, բազմաթիվ մեխանիզմներ եւ ինստիտուտներ են նոր ստեղծվել, որոնք աշխատում են եւ այդ մեխանիզմներից մեկը եղել է ձեր կողմից նշված հենց ապօրինի ծագում ունեցող գույքի բռնականացման ինստիտուտը, որը ներդրվել է 2020 թվականին։ Ինստիտուտը ներդրվել է գլխավոր դատախազության կազմում կառուցվածքային մասնագիտացված ստորաբաժանման ձևավորմամբ, այնուհետև նաեւ 2022 թվականին մասնագիտացված դատարանի ձևավորմամբ։ Բնականաբար կարող եմ վստահորեն նշել, որ գործիքն աշխատում է, ինչի մասին խոսում են բազմաթիվ հարյուրավոր ուրեմն ընթացիկ ուսումնասիրությունները եւ հայցերը դատարանում, այդ մասին են խոսում հարյուրավոր եւ հազարավոր գույքերը, որոնք որպես ենթադրյալ ապօրինի գնահատվելով պայմանավորված արգելադրվել են պետության կողմից եւ հատկապես այդ մասին են խոսում մի շարք թեպետ այս պահին դեռևս ակավաթիվ, բայց մի շարք գործերով արդեն վերջնական դատական ակտերի արկայությունը։ Դրանց մի մասը ուրեմն հաշտության ձևաչափով կնքված, մի մասը որպես վճիռ կնքված։ Այսինքն ինստիտուտը աշխատում է, ցավոք սրտի պետք է ասեմ, որ սահմանադրական դատան ներկայացված դիմումի քննությունը երկար տևեց, ինչը որոշակի բացասական ազդեցություն ունեցավ ինստիտուտի որոշակիության եւ կայացման տևողության վրա, բայց բարեբախտաբար ուրեմն մենք ունենք արդեն այս տարվա ապրիլից սահմանադրական դատանի նաեւ որոշումը, որը մեծապես որոշակիություն մտցրեց նաեւ այս ինստիտուտում։ Հիմա ընթանում է process արդեն իրավակիրառ պրակտիկայի որոշակիացման, նաեւ սահմանադրական դատանի հայտնած ուրեմն դիրքորոշումների լույսի ներքո։ Նաեւ դրանով պայմանավորված, որպես արդարադատության նախարարությունը օրենսդրական փոփոխություններ է նախատեսում, մենք այդ օրենսդրական փոփոխությունները սկզբից ուրեմն նախատեսել էինք շատ արագ ընդունենք հենց որոշումից հետո, բայց շահագրգիռ կողմերի այդ ոլորտի մասնագետների հետ խորհրդակցելու արդյունքում որոշեցինք մի փոքր ավելի հապաղենք, չշտապենք եւ այդ քննարկումները ավելի համակողմանի իրականացնենք, որպեսզի այդ փոփոխությունները հնարավորինս ամբողջական եւ սպառիչ լինեն եւ միտված լինեն էական ոչ միայն սահմանադրական դատանի կողմից մատնանշված, նաեւ այլ գործնական խնդիրների լուծմանը։ Հիմա այդ փուլի մեջ ենք գտնվում, ամեն դեպքում ինչ վերաբերում է ակտիվները արդյոք վերադարձվելու են թե ոչ, ակտիվները արդեն վերադարձվում են եւ վստահաբար ինստիտուտը կայացել առնվազն կայացման փուլում է։ Իսկ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնականացման մեխանիզմից այն կողմ, ինչ առաջնահերթություններ եք ձեր առջև դրել առաջիկա տարիների համար, քաղաքականությունը որ ուղղությամբ եք զարգացնելու, ինչ բացեր դեռևս ունենք։ Տարբեր ուրեմն օրենսդրական նախագծեր ունենք, որոնք այս պահին տարբեր ուրեմն փուլերում են քննարկման, դրանք մի մասը վերաբերում են կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի ուրեմն հզորությունների զարգացմանը, մի մասը էթիկայի կարգապահական հանձնաժողովների
կուսակցությունների ֆինանսավորման, լոբիստական գործունեության կարգավորման, այսինքն շատ տարբեր ուղղակի կամ անուղղակի առնչություն ունեցող հակակոռուպցիոն ոլորտի հետ ամենատարբեր ուրեմն նախագծեր կան, որոնք որ տարբեր քննարկումների, տարբեր փուլերում են գտնվում։ Բացի այդ, որպես քաղաքականություն նաև որդեգրվել է հակակոռուպցիոն կրթության այս կետը, որը իրականացվում է, արդեն իսկ սկսվել է իրականացնել կրթության գիտության նախարարության եւ նաև մասամբ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից որոշակի ուղեցույցներ են մշակվել կրթության գիտության մշակույթի եւ սպորտի նախարարության կողմից արդեն իսկ որոշ տեղեր պիլոտային ծրագրեր են իրականացվել, վերապատրաստումներ են կատարվել եւ իրականացվելու են վերապատրաստումներ հենց հասարակագիտության առարկայի ուսուցիչների շրջանակներում, այսինքն այս հակակոռուպցիոն կրթությունը նախատեսվում է մանկապարտեզ, դպրոց, բուհ այս ամբողջ շղթայում իրականացնել։ Նաև վերապատրաստումներ են իրականացվում ոլորտային իրավապահմանների եւ դատավորների հետ, մասնավորապես հակակոռուպցիոն դատանի դատավորները բոլորը վերապատրաստումներ են անցել այս հակակոռուպցիոն ծրագրերով, նաև վերապատրաստումներ են անցել դատախազները, որոշակի ուրեմն հակակոռուպցիոն ծրագրեր են ներդրվել նաև մյուս բոլոր դատավորների վերապատրաստման ծրագրերով։ Աշխատանքներ են տարվում նաև հակակոռուպցիոն ոլորտի մեր միջազգային գործընկերների հետ, միջազգային ուրեմն մեր վարկանիշը բարձրացնելու ուղղությամբ, պետք է ուրեմն ասեմ, որ բոլորովին վերջերս հրապարակվեց տնտեսական համագործակցության զարգացման կազմակերպության ՏԶԿ-ի զեկույցը մեր առաջընթացի, ինչը շատ դրական առաջընթաց է, ուրեմն արձանագրել Հայաստանի Հանրապետության մոտ հենց հակակոռուպցիոն մի շարք ուրեմն ոլորտներում, առաջիկայում ունենք մինչև տարեվերջ Գրեկոյի 5-րդ շրջափուլը, որը պետք է ամփոփենք եւ նորից նախատեսում ենք, որ դրական արդյունք պետք է ունենանք, այսինքն ամենատարբեր ուղղություններով աշխատանքներ են տարվում, թեպետ ես ասի, որ մեծ աշխատանք արդեն իսկ նախորդ տարիներին իրականացվել է, բայց միևնույն է, դա բավարար չի եւ մենք գտնում ենք, որ այդ աշխատանքները միշտ պետք է շարունակական լինեն, միշտ մեր համար այդ չափանիշները պետք է ավելի բարձրացնենք։ Շնորհակալ եմ, Տիկին Հարությունյան,